Իմաստուն Ալիմկուլը, կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով մի խան է լինում, անունը Օմուրբեկ։ Մի գիշեր նրա գանձերը տանում են, հավաքում է ժողովրդին ու ասում. «Ով որ գողերին գտնի, իմ ունեցած անասունների կեսը ես կտամ նրան, եթե գողերին չգտնեք, ես պատժելու եմ բոլորիդ»։ Խանը դաժան էր, և մարդիկ վախենում են նրա սպառնալիքից, ու անմիջապես մտածում են հնարամիտ Ալիմկուլի մասին, որին բոլորն իմաստուն էին ասում։ Մարդիկ խանին պատմում են Ալիմկուլի մասին, և սա հրամայում է անմիջապես իր մոտ բերեն։ Գալիս է Ալիմկուլը խանի մոտ, լսում ամեն ինչ ու խոստանում գտնել գողացված գանձերը։ Նա պահանջում է այլից դուրս իր համար յուրտ խփել և 40 օր ուտեցնել ու խմեցնել իրեն։ Խանը համաձայնում է և հրամայում Ալիմկուլի համար ամեն օր մի ոչխար մորթել և կուշտ ու կուռ կերցնել նրան։ Ալիմկուլը մտածում է. «Խանը միևնույն է, ինձ սպանելու է, չէ որ նրա գանձը գտնել ես չեմ կարող, գոնե մահից առաջ մի կուշտ կուտեմ ու կխմեմ»։ Նա 40 հատ չորացած դեղց է վերցնում, գցում է տոպրակը և մտածում ամեն օր մեկը հանել և ուտել, որպեսզի իմանա մինչև իր մահը քանի օր է մնացել։ Դու մի ասա, գանձը տարել են 40 գողեր։ Սրանք լսում են, որ խանը իմաստուն Ալիմկուլին հրամայել է գտնել իրենց։ Մենք պետք է իմանանք, թե Ալիմկուլն ինչ երազներ է տեսնում, պետք է իմանանք, թե ինչ է մտածում։ Մեզանից մեկն ու մեկը պիտի գնա նրա յուրտի մոտ և ականջ դնի։ Գողերը իրար մեջ այսպես են որոշում. նրանցից մեկը գնում է Ալիմկուլի յուրտի մոտ և սկսում ականջ դնել։ Երբ կեսգիշեր է դառնում, Ալիմկուլը տոպրակից հանում է դեղցերից մեկը ու քթի տակ փնթփնթում. «Եղած-չեղած 40-ն են, ահա մեկը իմ ձեռքում է»։ Գողը այս խոսքերը որ լսում է, վազում է իր ընկերների մոտ և ասում. «Մենք կորած ենք, ես իմ ականջով լսեցի, թե ինչպես ասաց, եղած-չեղածը 40-ն են, ահա մեկն էլ իմ ձեռքում է, ուրեմն նա մեր մասին ամեն ինչ գիտի»։ Հաջորդ օրը մի ուրիշ գողի են ուղարկում։ Ալիմկուլը տխուր էր, որ երկրորդ օրն էլ եկավ։ Վերցնում է տոպրակը, միջից հանում երկրորդ դեղցն ու նորից քթի տակ փնթփնթում. «Եղած-չեղած 40-ն են, ահա իմ ձեռքում երկրորդն է», ասում է և ուտում երկրորդ դեղցը։ Իսկ վախեցած գողը 2 ոտ ուներ, երկուսն էլ փող է առնում, վազում ընկերների մոտ ու պատմում իր լսածը։ Երրորդ գիշերը Ալիմկուլի մոտ են ուղարկում մի գողի, որը շատ մեծ քիթ ուներ։ Ուղիղ կեսգիշերին Ալիմկուլը տոպրակից հանում է երրորդ դեղցը, բայց պարզվում է, որ վրան ելունդ ունի. «Եղած-չեղած 40-ն են, երրորդն է արդեն իմ ձեռքում, բայց սա էլ մեծ քիթ ունի», փնթփնթում է Ալիմկուլը։ Մեծ քթանի գողը մտածում է, թե Ալիմկուլը իր մասին է խոսում ու շատ է վախենում։ Նա ամեն ինչ գիտի, թաքնվելը անհնար է, խանը բոլորիս կախել կտա, ավելի լավ է ամեն ինչ խոստովանենք և կենդանի մնանք։ Նա յուրտ է մտնում ու խոր գլուխ տալիս իմաստուն Ալիմկուլին. «Դուք երևի գլխի եք ընկնում, թե ինչու եկա։ Իհարկե գիտեմ, ինձ ամեն ինչ հայտնի է», ուռած ու փքված ասում է Ալիմկուլը։ «Խանի գանձը մենք ենք գողացել, եղած-չեղած 40 հոգի ենք։ Անցած 2 գիշեր 2 գողեր ականջ են դրել ձեր յուրտի մոտ։ Դուք նրանց անմիջապես ճանաչել եք։ Այս անգամ էլ ես եկա ականջ դնելու և լսեցի, որ ասում եք եղած-չեղած 40-ն են, երրորդն էլ իմ ձեռքում է, բայց սա էլ մեծ քիթ ունի։ Դուք նորից ճիշտ եք, ինչ ուզում եք վերցրեք, միայն թե մեզ խանի ձեռքը մի գցեք, մահից փրկեք մեզ, գողացած գանձերին ձեռք չենք տվել, մենք ոչինչ չենք վերցրել, բոլորը ձորակում պահված է»։
Ալիմկուլը այս խոսքերի վրա շատ է ուրախանում։ Լավ է, որ ինքդ եկար և խոստովանեցիր։ Ես արդեն վաղն ուզում էի ամեն ինչ խանին ասել։ Էս անգամ ձեզ մահից կազատեմ, բայց մի պայմանով։ Այլևս երբեք ոչ ոքից ոչինչ չպետք է գողանաք։ Գանձը թողեք այնտեղ, որտեղ թաքցրել եք, ձորակում։ Ինքներդ անցեք գետը ու այլևս էս տեղերը չգաք։ Միայն մի բան լավ հիշեք, թեկուզ ամենանիհար մի գառ էլ գողանաք, ես կիմանամ ու խանին կասեմ։ Գողերը երդվում են, որ կհեռանան ու այլևս չեն գա, և երբեք այլևս գողություն չեն անի։ Հենց նույն գիշեր գողերը անցնում են գետը և գնում ուրիշ երկիր։ Ուրախանում է Ալիմկուլը, աշխարհով մեկ է լինում, որ համ ինքը փրկվեց, համ էլ կորած գանձը գտավ։ Նա հանգիստ շարունակում է ապրել իր յուրտում։ Ամեն օր մի ոչխար է ուտում, վրայից էլ համեղ թեյ խմում։ Այսպես անցնում է 40 օր։ 41-րդ օրվա առավոտյան Ալիմկուլը գնում է խանի մոտ ու ասում. «Տեր իմ, գանձը լրիվ ու անվնաս թաղված է ձորակում։ Ուղարկեք ձեր ջիգիտներին, թող փորեն ու հանեն գանձը։ Գանձը 40 գողեր էին թաքցրել։ Նրանք հիմա ձեր երկրից հեռացել են։ Այլևս այստեղ ոչինչ չի կորի կամ էլ գողացվի։ Խանը շատ է ուրախանում, որ կորած գանձը գտել է։ Ուղարկում է իր ջիգիտներին և նրանք գանձը բերում են։ Բայց այստեղ խանը տխրում է։ Հիշում է, որ իր հոտի կեսը պարգև է տալու։ Նա չի ուզում զրկվել իր ունեցվածքից և սկսում է մտածել, թե ինչ պատճառ գտնի, որ Ալիմկուլին ոչինչ չտա։ Մի քանի օր անց ձիապանները գալիս են խանի մոտ ու հայտնում, թե երամակից մի զամբիկ է կորել։ Խանը նորից իր մոտ է կանչում Ալիմկուլին և խիստ ձայնով ասում. «Դու ինձ խաբեցիր, իմաստուն Ալիմկուլ։ Էդ դու չէիր ասում, թե իմ երկրում այլևս ոչինչ չի կորչի։ Ահա, զամբիկս կորել է»։ Խան իմ, զամբիկը չի կորել, բայց թե որտեղ է, ես վաղը կասեմ։ Երեկոյան, երբ արևը մայր է մտնում, Ալիմկուլը գնում է ձիապանների մոտ ու սկսում հարցուփորձ անել։ Ձիապաններն ասում են. «Ցերեկը, երբ երամակը դեպի ջուրն էին քշում, զամբիկին տեսանք, բայց հետո կորավ»։ Հաջորդ օրը Ալիմկուլը գալիս է խանի մոտ և ասում. «Խան իմ, ձեր զամբիկը անպայման քուռակ է ունեցել։ Ցերեկը ձիապանները երամակը դեպի ջուրն են քշել։ Զամբիկը հենց էնտեղ էլ գետափին է մնացել։ Իզուր էլ ինձ անհանգստացնում ես»։ Ստուգելու համար խանը ձիապաններին ուղարկում է գետափ։ Պարզվում է, որ իմաստուն Ալիմկուլը ճիշտ է։ Կորած զամբիկը այնտեղ էր, քուռակն էլ կողքին։ Մի քանի օր անց խանը նորից որոշում է ստուգել Ալիմկուլի իմաստությունը։ Մտածում է մի ճանճ բռնել, բայց ճանճը թրջում է։ Երկրորդ անգամ է փորձում ճանճը բռնել, այս անգամ էլ չի կարողանում։ Փորձում է երրորդ անգամ ու բռնում է։ Խանը ճանճին բռնցքում պահած հրամայում է կանչել Ալիմկուլին և նրան հարցնում է. «Բռունցքիս միջինը ինչ է, թե իսկապես իմաստուն ես գուշակիր»։ Իմաստուն Ալիմկուլը մտքերի մեջ է ընկնում։ Առաջին անգամ նրան հաջողվեց խանի դատաստանից փրկել և իրեն և այլի բնակիչներին։ Փրկվեց և երկրորդ անգամ, բայց հիմա, ինչպես երևում է, չի պրծնի։ Ալիմկուլը խոր հոգոց է հանում ու փնթփնթում. «Առաջին անգամ պրծա, երկրորդ անգամ պրծա, բայց ահա երրորդ անգամ ընկա»։ Խանը մտածում է, թե նա ճանճի մասին է ասում։ Բռունցքը բաց է անում ու թողնում ճանճին։ Ալիմկուլը ուրախանում է, որ նորից բախտը անսպասելի բանեց։ Դրա փոխարեն խանը շատ դժգոհ էր։ Նա չէր ուզում իր խոստումը կատարել։ Մի անգամ խանը Ալիմկուլին իր հետ բաղնիս է տանում։ Այդտեղ էլ խանը անվերջ մտածում, թե ինչպես անի, որ Ալիմկուլին զրկի խոստացած պարգևից։
այնքան է մտքով տարվում, որ ոտքը սահում է և գլուխը դռան շրջանակին է խփում։ Իսկ բաղնիքը այնքան խարխուլ էր, որ դուռը պոկվում է տեղից, տանիքը փլվում ու խանին տակովն է անում։ Այսպես Ալիմկուլը և նրա հետ էլ ամբողջ ժողովուրդը ազատվում են այդ անշնորհակալ ու դաժան խանից։